Հայ կրթական հիմնարկության ամենամյա միջոցառումը մեկնարկեց ազգային երկուպարով։ «1300 ուսանող 2025-26 ուսումնական տարվա ընթացքում ուսման վարձի տեսքով կրթաթոշակ կստանա։ Հայ կրթական հիմնարկությունը շարունակում է աջակցել լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Իմ կյանքում շատ կարևոր ու մեծ էր ներդրումը հայ կրթական հիմնարկության, քանի որ երբ ես դիմեցի, աշխատում էի նաև այդ ժամանակ ու բնականաբար դժվար էր մի փոքր հասցնել եւ վարձը տալ եւ մնացած ծախսերը եւ հատկապես որ մարզից ես ու ինչքանով որ տեղյակ եմ ուսանողների մեծ մասը հենց մարզից է ու սա շատ լավ հնարավորություն էր։ Թե դիտարկենք այն փաստը, որ իրոք շատ ուսանողներ ֆինանսական խնդիրներից ելնելով կարող է ուսման կեսից հրաժարվում են ուսումից կամ այլ խնդիրներ առաջանում, այդ առումով շատ գլոբալ կարևոր նշանակություն ունի հիմնադրամը ուսանողների կյանքում, ինքը օգնում է, այսպես ասած, մի որոշակի բեռ թե ուսանողի ընտանիքից թեթևացնել, որ ինքը ավելի շատ կարողանա կենտրոնանալ իր ուսման, իր դասերի վրա։ Սեպտեմբերի 28-ին ուսանողները ստացան կրթաթոշակի հավաստագրերը և ծանոթացան բարերարների հետ։ Հիմնադրամը տարիներ շարունակ կրթաթոշակային ծրագրերի միջոցով Հայաստանի, Արցախի և Ջավախքի համալսարաններում ֆինանսավորել է տարբեր մասնագիտություններով ուսուցում ստացող հայ ուսանողներին։ Հիմնադրամից ասում են, որ իրենց ուսանողների 80%-ից ավելին ապրում են Հայաստանում և աշխատում իրենց մասնագիտություններով։ Մեր ուսանողները անցնում են ճիշտ ասած շատ դժվարին, բարդ, այսպես թղթաբանական եւ հարցազրույցի process-ներով, որի արդյունքում ընտրվում են այն լավագույնները, որոնք պետք է ստանան մեր կրթաթոշակը ուսման վարձի 90%-ի դեպքում, 90%-ի չափով, ինչի 90%-ի, որպեսզի ուսանողը մի փոքր ինքն էլ ներդրում կատարի ու ավելի քաջալերված լինի իր ուսման մեջ։ Ամեն տարի աշնանը մենք իրականացնում ենք այս մեր մեծ միջոցառումը, երբ հատուկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանում են մեր բարերարների մեծ մասը, ովքեր հանդիպում են իրենց ուսանողներին, այսպես իրենց մասին տեղեկություններ են փոխանցում, ընկերանում են։ Այս տարի կրթաթոշակի համար դիմել էր 3000-ից ավելի ուսանող, ընտրվել է 412-ը։ Հայ կրթական հիմնադրամի կողմից հովանավորվող ուսանողները կրթաթոշակը ստանալուց հետո պարտավորվում են լավ սովորել եւ կատարել կամավորական աշխատանք։ Կան արդեն դեպքեր, երբ ուսանողները ավարտելով կրթաթոշակի ծրագիրը դառնում են հովանավոր, աջակցելով այլ ուսանողների։ AEF-ին 75-րդ դասը։ Ավելի նշանակալի դարիմ է, գազեմ հիմա ատեմ բավական pressure գա մե մարդու վրա, որ գարենան իրենց կյանքը ապահովել, օրական ծախսերն անել։ AEF-ը գուզե as աշակերտներուն at փերը, թոշակի փերը, վանեն հանե, որ գարենան ուսանիլ եւ կյանքերին ապահովել, կյանքերին շքել եւ երկիրը շքել։ Հիմնադրամը ուսման վարձի տեսքով աջակցում է նաև պատերազմի մասնակիցներին, զոհված զինծառայողների ընտանիքներին։